2016 թվականի դեկտեմբերի 22-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այցելեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի։ Նախարարին ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հոգևոր դասի հետ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը ծաղկեպսակ զետեղեց եկեղեցու բակում հանգչող հայ ազգի գեներալների շիրիմներին։ Այնուհետև Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և նրան ուղեկցող պատվիրակության հանդիպումը Թբիլիսիահայ համայնքի անդամների, Սամցխեջավախքի տարածաշրջանի կառույցների ղեկավարների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականների հետ։ Հյուրերին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգի կատարմամբ ողջունեցին կենտրոնում գործող Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սաները։ Ողջունելով նախարարին, Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը անդրադարձ կատարեց պատմական այն ուղուն, որ իրար զորակցելով կերտել են հայերն ու վրացիները, կանգնելով իրենց հայրենիքի պաշտպանության դիրքերին, խաղաղություն և անվտանգություն ապահովելով իրենց ժողովուրդներին։ Վրաստանը ժամանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը մեծ պատվիրակությամբ, ներկայանալի պատվիրակությամբ, ամրագրելու դարավոր այն բարեկամությունը, որ մեր ժողովուրդների միջև, հատկապես մեր բանակների միջև ձևավորվել են հազարամյակներով։ Չկա մեր համայնքից մեկը, որ չհիշի Վախթանգ Գորգասալի թագավորի շրջանից սկսած մեր միասնական բանակների ուժով հաղթանակները։ Իվանե Երկանաբազուկի, Զաքարե իշխանների օրոք Թամարա Թակուհու, նրանից առաջ Դավիթ թագավորի շրջանին, և գանք ավելի ուշ շրջանի Դավիթ բեկ և ուրիշներ, և ահա մենք այսօր հյուրընկալում ենք պաշտպանության նախարարին Հայաստանի Հանրապետության, ով Վրաստանի պաշտպանության նախարարի հետ միասին նույնպես համագործակցության հուշագիր ստորագրեց։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ողջունելով առաջնորդին և վիրահայերին, արժևորեց և բարձր գնահատեց հայոց եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ու հայոց բանակում։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը խոսեց հայ-վրացական դարավոր բարեկամության մասին, նշելով, որ մեր երկու ժողովուրդների, երկրների միջև երբեք որևէ լուրջ բախում տարաձայնություն չի եղել։ Նախարար Սարգսյանը արժևորեց այն, որ պատմականորեն հարևան երկրները նույն արժեհամակարգը և քրիստոնյա հավատքը կրողներ են։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը իմասնավորի խոսեց տարածաշրջանում անվտանգության ապահովման և խաղաղության պահպանության գործում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի զինված ուժերի համագործակցության հեռանկարների մասին։ Մեր ամենամոտ հարևան, բարեկամ երկիրն է, որի հետ մենք դարերով, հազարամյակներով քայլել ենք մի ուղիով և այդ հազարամյակների ընթացքում երբևէ չենք ունեցել որևէ լուրջ խորքային անհամաձայնություն, բախում։ Մենք իրար գիտենք շատ շուտվանից և շատ լավ, հաճախ ինքներս չենք մտածում, բայց աշխարհագրությունը ու պատմությունը մեզ շատ բան է խելադրում, և երբ մտածում ես, որ մենք Վրաստանին միակ երկիրն ենք, որ Ջորջիա անունով չենք անվանում կամ դրանից առանցյալ որևէ ձևով, այլ անվանում ենք Վրաստան, դա հենց աշխարհագրական ընկալումն է, որտեղ Վրաստան նշանակում է վերևի երկիր, այսինքն որ մեզանից դեպի հյուսիս է գտնվում, դեպի վերև է գտնվում։ Եվ երբ որ մեզ անվանում են Սոմխեթի, դա նշանակում է հարավային, այսինքն դա իրար նկատմամբ մեր աշխարհագրական դիրքի շատ հստակ ընկալումն է։ Մեր բոլոր առանցքային արժեքները և մեր բոլոր ընկալումները շատ խոր արմատներով այնպիսի տեղերում են ամրագրված, որտեղից ջնջել չի լինի։ Արգելակներ,
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Գարեգին Նժդե մեդալով ազատամարտիկ Ստանիսլավ Նորայրի Մանուկյանին, Վրաստանում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ գնդապետ Սամվել Ռամազյանը ընթերցեց Հայաստանի Հանրապետության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանագիրը Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկներ Թբիլիսաբնակ Ստանիսլավ Մանուկյանին, Արթուր Բեգլյանին և Հայարտուն կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանին Գարեգին Նժդե մեդալով պարգևատրելու մասին։ Եվ շատ ուրախ եմ, որ այս նվերը, որը ստացա, այս նվերը ես շատ բարձր եմ գնահատում նրա համար, որ այն տղաները, որոնք որ մասնակցել են Ղարաբաղի պայքարին, որ մենք մեր հանրապետության, մեր Հայաստանի Հանրապետության կողմից մոռացված չենք եւ այս բարձր մեդալի համար մեծապատիվ խորին շնորհակալություն ուզում հայտնել անձամբ Վիգեն Սարգսյանին եւ բոլոր տղաների անունից, որոնք մեր ազատամարտիկների անունից, որոնք որ մասնակցել են, բոլորին ուզում եմ խորին շնորհակալություն ես երախտապարտ եմ այն մարտիկներին, որոնք որ գտնվելով ուրիշ հանրապետություններում եւ այս դժվար մոմենտին մասնակցել են այս Ղարաբաղի ազատագրման պայքարի։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ուշադրության համար եւ այս մեդալը ես համարում եմ գնահատանք մեզ հանդեպ, Թիֆլիսի հայերի հանդեպ, վիրահայերի հանդեպ, որոնք մասնակցեցին այդ օրերին, եղան Արցախում եւ հասցրեցին այն օգնությունը, որ մենք հավաքել էինք։ Եվ սա հաշվում եմ խորհրդանշական, որ ես այսօր ստացա այս բոլոր իմ ընկերներին եւ իմ քույրերի եւ եղբայրների մեդալն եմ սա համարում, որոնք մասնակցեցին այդ օրերին եւ կանգնեցին մեր ժողովրդի կողքին։ Մեծարգո նախարարը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարն իր հանդիպումն ավարտեց հայ համայնքին ուղղված գալիք ամանորի բարեմաղթանքով։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ուղեկցում էին առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը եւ պատվիրակության մյուս անդամները։